Այս տարի լրացավ հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։ Թեպետ Հովհաննես Շարամբեյանը ծնունդով Դիլիջանից չէր, սակայն նրա կյանքի կարևորագույն մի շրջափուլը կապվեց հենց այս քաղաքի հետ։ Առողջական խնդիրների պատճառով տեղափոխվելով Դիլիջան, Շարամբեյանը սիրահարվեց քաղաքին, որն էլ հետագայում դարձավ նրա ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը։ Օգոստոսի 16-ին Շարամբեյանի ծննդյան օրը Դիլիջան քաղաքի Կալինինի 97 հասցեում, որտեղ տարիներ շարունակ ապրել է վարպետը, տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Մենք պարզապես Վահանիկ Շարամբեյանի 100-ամյակը չենք նշում, այլ փորձում ենք այս միջոցառումներով խոսենք նրա գաղափարների մասին, որոնք որ մենք համարում ենք ակտուալ եւ շատ կարեւոր, թե այս քաղաքի համար, թե առհասարակ հայ ժողովրդի համար, որովհետեւ դրանք միայն նեղ արվեստային հարցեր չեն, այլ դրանք վերաբերում են մեր պատմական հիշողությանը, մեր ինքնությանը, մեր միջավայրին, որտեղ որ մենք ապրում ենք։ Վանիկը այս բոլոր թեմաներով կարևոր ասելիք է ունեցել, գործել է։ Ցավոք սրտի նրա կյանքը շատ չի երկար եղել եւ նա առավելագույնը այն տարիների ընթացքում ինչքան որ Աստված նրան իհարկե պարգևել էր, բայց դա չի նշանակում, որ նրա գործը չի կարելի այսօր շարունակել, նրա գաղափարներով չի կարելի ողջևորվել։ Կարծում եմ դրանք շատ ակտուալ են եւ շատ օգտակար կլինեն, եթե մարդիկ անդրադառնան։ Դիլիջանցիները Շարամբեյանին մտերմիկ ու բարեկամաբար Վանիկ էին անվանում։ Շատերն այսօր նրա հետ կապված ջերմ ու անմոռանալի հիշողություններ ունեն, իսկ նրա թողած արժեքներն ու գաղափարները կարևոր է փոխանցել հաջորդ սերունդներին, պահպանելով վարպետի հիշատակը եւ նրա ներդրումը հայկական մշակույթի զարգացման գործում։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ մեծանուն արվեստագետի բրոնզե կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Կարևորելով այսօրվա իրադարձությունների շարքը, մեր մշակութային միջոցառումները ուղղված եւ նվիրված են Հովհաննես Շարամբեյանին, մեծանուն արվեստագետին, ով իր ներդրումն է ունեցել ոչ միայն մեր քաղաքում, այլև մեր հանրապետությունում ժողովրդական արվեստի եւ արհեստների պահպանման, դրանց զարգացման եւ ուսումնական մասով նաեւ փոխանցման տեսանկյունից։ Դիլիջանի գեղարվեստի դպրոցը, որը կրում է Հովհաննես Շարամբեյանի անունը, միշտ հավերժ լինի եւ իր աշխատանքներով արժանի լինի Հովհաննես Շարամբեյանին, հավերժացնելով իր կատարած աշխատանքը, պահպանենք, զարգացնենք եւ մեր գալիք սերունդներին փոխանցենք մեր բոլոր մշակութային արժեքները։ Շարամբեյանի թողած ժառանգությունը հայկական ժողովրդական մշակույթի պահպանման ու հանրահռչակման կարևորագույն էջերից է եւ Դիլիջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը։